Պարոն Աբրահամյան, քննարկվում էր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը, ընդդիմությունն ասում է, որ սա նախընտրական, այսպես ակցիայի շրջանակում է, այսպես ասած, իշխանությունը ճիշտ հակառակը պնդում է, որ 21 թվականից իրենց ծրագրում եղել է ծառայության ժամկետը կրճատելու եւ հիմա այնքան բարեփոխումներ են արել, որ հասել են այս փուլին, որ հնարավոր է ծառայության ժամկետը կրճատել եւ իդեպ այդ հաճախ հնչող քննադատությունները, որ սա թվաքանակի խնդիր է բերելու, հերքում են, ասում են, այդպիսի խնդիր չկա։ Կխնդրեմ ձեր դիտարկումները այս մասով։ Երբ որ խոսում ենք զինված ուժերում համալրման հետ կապված հարցերի մասին, դա մի քանի կոմպոնենտներ են ներկայացնում։ Հիմա իշխանությունը վերցրել է մի կոմպոնենտը, որը ծրագրի տեսքով դրական արդյունք է ունեցել, պաշտպան հայրենացը, հրապարակել է թիվը, որը իդեպ միջև դա ինձ ներկայացում էր որպես գաղտնի տեղեկատվություն եւ ես դրա հրապարակելու իրավունք չունեի, թեև թվերին հետևում էի։ Մյուս կոմպոնենտները, որը կապված է օրինակ վերջին 3 տարում պայմանագրային ծառայողների պայմանագիր լուծելուն, պայմանագիրը չի երկարացնելուն, օրինակ որը վերաբերում է զորակոչի կրճատման հետևանքով ըստ էության ժամկետային ծառայության 1/4-ով կրճատմանը եւ այլն, դրանք ասում են դա ռազմական բնույթի գաղտնիք է եւ չեն հրապարակում։ Հիմա գիտեք, մի կողմից հանրությունը իր համար ականջահաճո հայտարարություն է լսում, որ 6 ամսով ժամկետը կրճատվելու է, մյուս կողմից հանրությունը չունի ամբողջական տեղեկատվություն գնահատելու, թե սա անհատական մակարդակով ինչ է ներկայացնում, կոնկրետ մեկ մարդու կամ մեկ ընտանիքի ճակատագրի մասով եւ ամբողջական առումով քաղաքացու անվտանգության եւ երկրի անվտանգության տեսանկյունից։ Իմ համար ակնհայտ է, որ այսօրվա համալրման հետ կապված խնդիրները մեզ հնարավորություն չեն տալի գնալու այս ճանապարհով։ Մենք դեռևս երկար ճանապարհ պետք է անցնենք, որպեսզի հնարավորություն ունենանք մեր զորամասերը բերել համալրվածության այնպիսի աստիճանին, որի պայմաններում ժամկետային ծառայության կրճատման հարցը արդեն իսկ կարող է դառնալ ակտուալ։ Իշխանությունը բնականաբար շտապում է, որտեղ արժևում ընտրություններ են, դա բնականաբար իր համար որոշակի նաև քվե է դառնում, եւ նա մի կողմ է դրել անվտանգության հետ կապված սպառանիկները եւ գնում է իր իշխանության համար ընտրություններին ընդառաջ շատ ավելի շահավետ եւ նպաստավոր իրավիճակ ստեղծելու։ Սա է ամբողջ խնդրի էությունը։ Պարոն Աբրահամյան, իսկ դիտարկումները, որ սա այսպես քայլ է դեպի պրոֆեսիոնալ բանակ, որ առհասարակ իշխանությունը վստահեցնում է, որ իրեն գնում են այս ճանապարհով, ինչպես եք դուք սա գնահատում։ Միայն պայմանագրային ծառայության անցմամբ կամ պարտադիր ժամկետային ծառայության կրճատմամբ մենք չենք կարող ունենալ մարտունակ արհեստաբար բանակ։ Հիմա եթե պայմանագրային ծառայողը գնում է եւ ատեստացիայի քննությունը 35%-ը չի կարողանում բավարար գնահատական ստանալ։ Բայց պայմանագրային ծառայող է, չէ՞։ Այսինքն մենք մի կողմից փորձ է արվում հանրությանը պայմանագրայինի ներկայացնել որպես պրոֆեսիոնալ բանակի հիմք, մյուս կողմից նույն պայմանագրային ծառայողների 35%-ը կամ դրանից ավելին նվազագույն շեմը չի հաղթարում, հասկանում եք։ Եվ երկրորդը չպետք է թերագնահատել պարտադիր ժամկետային ծառայողներին, որովհետև տարբեր դիվերսիոն գործողություններ, տարբեր մարտական գործողություններ ցույց են տվել, որ պարտադիր ժամկետային ծառայողները ոչ միայն չեն զիջում պայմանագրայիններին, այլ տարբեր ժամանակահատվածներում նաև ունեցել են շատ ավելի կարևոր դեր տարբեր հարձակումները հետ մղելու կամ տարբեր մարտական խնդիրների լուծման տեսանկյունից եւ այս առումով այս քննարկումները պրոֆեսիոնալ, ոչ պրոֆեսիոնալ կամ ժամկետային ծառայության կրճատումը որպես պրոֆեսիոնալ բանակի հիմք ներկայացնելը դա աղավաղում է ողջ էությունը, ինչը կա այս process-ում։ Եվ ընդդիմությունը այսպես իշխանության ռազմական գնումները շատ է քննադատում, տարբեր այսպես դիտարկումներ են արվում, պարոն Աբրահամյան, ընդդիմադիրներին Սուրեն Պապիկյանը հրապարակային հրավիրում է այսպես փակ հանդիպման, ծանոթացնելու, թե այս տարիների ընթացքում ինչ ռազմական գնումներ են արել, իդեպ Նիկոլ Փաշինյանն ասաց պարտք են վերցրել, զենք են առել, մի խոսքով ձեզ հրավիրում են ծանոթանալու բոլոր այդ գնումներին, գնալու եք։ Նախ հանձնաժողովի նիստում, Պաշտպանության հանձնաժողովի նիստում տպավորություն էր ստեղծվել, թե կամ մենք տեղյակ չենք եղել այդ հայտարարությունից, կամ մենք պարզապես մերժել ենք, բայց ասեմ, որ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը
երևի 10 օր առաջ իմ հետ կապվել է, նաև տեղյակ եմ, որ ընդդիմադերի մյուս մեր գործընկերների հետ է կապվել, նույն առաջարկը ներկայացնելով։ Մենք ներկայացրել ենք ընդհանուր սկզբունքները, թե ոնց ենք պատկերացնում process-ը, եւ ասել ենք, որ այդ պայմանների բավարարման դեպքում գնանք եւ այդ գործընթացին կծանոթանանք, որն է այնտեղ այդ պայմանների էությունը։ Նախ խոսում եմ ձեզ տեղեկացնել, որ հրապարակային ելույթներում ընդդիմության այցերին, այսպես ասած, խրախուսող կողմ հանդես եկող իշխանությունը, օրինակ 6 ամիս է ինձ թույլ չի տալիս մեկնելու առաջնագիծ։ Այսինքն մի կողմից փորձում են ցույց տալ, թե իրենք բաց են, հատկապես падգամավորների, ընդդիմադիր падգամավորների այցերին, բայց 6 ամսից ավել է ես հնարավորություն չունեմ առաջնագիծ գնալու, տարբեր ոչ, այսպես ասած, բանական պատասխաններ են ուղարկում եւ կարճ ասած, ասում են, որ այս պահին նպատակահարմար չի, որևէ միջոցառում է իրականացում։ Ստացվում է, որ 6 ամիսա զինված ուժերում գործողություն է իրականացում, որի մասին որևէ մեկը չգիտի, եւ այդտեղ միակ հանգարող օղակը ընդդիմադիր падգամավորներն են։ Ինչ վերաբերում է կոնկրետ տեխնիկայի հետ կապված այցին, մենք թեմայի հետ կապված ամբողջական պատկերացում ունենալու համար առաջարկել ենք 3 ուղղություն։ Առաջինը կոնկրետ այն վայրը, որտեղ գտնվում են այդ նմուշները, զինտեխնիկայի, զորամասերը, որտեղ տեղակայված են այդ զինտեխնիկան եւ մարտական դիրքերը առաջնագիծը, որտեղ այսպես ասեմ, կրակային դիրքեր ունեն կոնկրետ բերված այդ նմուշները։ Այսինքն որպեսզի մենք հասկանանք դրանք տեխնիկա է, որը ուղղակի պահեստերում կանգնեցված է, թե դրանք զինված ուժերի առօրյայում ներգրավված են, մարտական դիրքեր ունեն իրենց կրակային դիրքերը եւ այլն։ Այսինքն մենք ասել ենք, որ եթե այդ համալիր մոտեցումը պահպանվի, մեծ սիրով մենք գնանք եւ կհասկանանք։ Իդեպ մյուս ուղղություններով էլ որքան որ հնարավորություն եղել է, իսկ իշխանությունը մշտապես սահմանափակում է այդ հնարավորությունները, մենք փորձում ենք մասնակցություն ունենալ զինված ուժերի տարբեր ուղղություններով, մարտական հերթապահությունից մինչև զորամասային, այդ թվում ուսումնական զորամասերը եւ այլն, այնպես որ տպավորություն չստեղծվի, որ իրանք բաց են, իսկ ընդդիմությունը հապաղում է այս կամ բան գնալու, որովհետեւ զինված ուժերում ծառայում են մեր հայրենակիցները եւ նրանց կենցաղից սկսած եւ անհատական միջև անվտանգության հարցեր բնականաբար չի կարող մեր ուշադրության կենտրոնում չլինել։